Հայկական հեռուստաեթերի առաջին և միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին տալով մեզ ճշգրիտ և հապաստի պարզաբանումներ, իհարկե ամենից ամենանևողջույն։ Դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային եթերը և այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաաստղային շքերթը, որը վարում եմ ես, Լեանա Տերմինասյանը։ Եվ նախքան մեր այսօրվա հիմնական անվանակարգին անցնելը, ուզում եմ ծանոթացնել ձեզ, թե որ աստղերն այս անգամ ընդգրկվեցին մեր Օվենա խորագրի շրջանակում։ Այս շաբաթ Օվենա խորագրի շրջանակում հայտնվեցին Հայկ Հունանյանը, Կարեն Մոլիտվինը, Հասմիկ Կարապետյանը և Սերգ Աբրամովը։ Գուշակելու է նրանք Օվենա խորագրի այսօրվա հերոսին բացահայտվելու է քիչ անց։ Հետևեք եթերին։ Օվենա խորագրին մենք դեռ այսօր կանդրադառնանք։ Դա իսկ այժմ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը։ Ամենից ամենաբույսասեր աստղեր։ Շատերը կփաստեն, որ սելեբրիթիները որպես կանոն ասոցիացվում են մեծ, շքեղ ծաղկեփնջեր նվիրելու հետ եւ գրեթե չեն ասոցիացվում ծաղկեգործության հետ, պարտեզ մշակելու կամ բույսեր խնամելու հետ։ Դե տրամաբանական է, որովհետեւ աստղերն իրենց խիտ աշխատանքային գրաֆիկի մեջ դժվար թե կունենան ժամանակ խնամել բույսեր կամ հետևել իրենց այգիին կամ պարտեզին։ Եվ այնուամենայնիվ դա այդքան էլ այդպես չէ, որովհետև շատ ու շատ անգամ մեգա աստղեր սիրում են զբաղվել իրենց տան բույսերի հետ, ինչպես նաև ունեն իրենց առանձնատանը կամ ամառանոցում գեղեցիկ պարտեզներ, որոնք խնամում են իրենց սեփական ձեռքով։ Եվ մեր հայ հայտնիներն այդ իմաստով բացառություն չեն, եւ այսօր մենք որոշեցինք անդրադառնալ հենց նրանց։ Մի խոսքով հետաքրքիր բացահայտումներով լի եթեր է սպասում մեզ այսօր, մնացեք մեզ հետ։ Մանկուց սիրել եմ բնությունը, քանի որ ամառային արձակուրդներն անցկացնում էի գյուղում, տատիկ պապիկի մոտ։ Սամվել Դանիելյան։ Դեռ մանկուց ինձ միշտ հետաքրքրում էր ոնց է բնության մեջ է տեղի ունենում, որ դուրս է գալիս գրեթե միևնույն ցողը ու ինքը տարածվելով մեծանալով դառնում է լրիվ այլ պտուղ։ Ու սկսում է հենց այնտեղ էլ էքսպերիմենտներ անել։ Սկսում եմ հետաքրքրվել այնտեղի բնակչությունից, ինչ կարող եմ անել, եթե ես սա տեղափոխեմ Երևան, վերցնում եմ այնտեղից սերմեր, երբ որ ամառային արձակուրդները վերջանում էին, գալիս էինք, մենք Երևանում շատ մեծ պատշգամբ ունեինք, շատ արևկող ու այնտեղից նաև ինձ հետ բերում էի հող, որովհետև մտածում էի, որ այդ բնական հողը բավականին լավ կարող է նպաստի որևէ բույս բանջարեղեն աճացնելու համար։ Բույսերին գիտեք ոնց էի վերաբերում էի ոնց որ կվերաբերվես անպաշտպան ինչ որ կենթանու ով խոսել չգիտի, բայց ինքը նայում է քեզ ու հասկացնում որ ինքը քո կարիքն ունի։ Ես անընդմեջ խոսում էի իմ բոլոր բույսերի հետ եւ ուրախանում ու երջանկանում էի յուրաքանչյուր բույսից նոր աճով։ Իսկ այն ձմեռվա շրջանում, երբ որ իրանք արդեն մի քիչ պասիվանում են, նվաստանում էին եւ այլն, ես փորձում էի երկու անգամ ավելի մեծ խնամք ուշադրություն դարձնել իրան։ Հետո ժամանակի ընթացքում զբաղվածությունս այնքան շատացավ, յուրախաղերի եմ եղել եւ այնտեղից պարբերաբար զանգում էի ու առաջինը տան անդամներիս ասում էի ջրել եք ծաղիկները, փոշիները վերցրել եք կամ տեսել եք ինչ որ նոր բան կա։ Տնկել էի լոլիկներ, տնկել էի վարունգներ, տնկել եմ բիբարներ։ Մեր պատշգամբում արդեն գիտեք ինչ էր կատարվում, ամբողջությամբ սենց շարված էին բանջարեղեններ, բույսեր, նույնիսկ անանցանելի էր լինում մեզ համար այդտեղ քայլելը, բայց որևէ մեկը դրա մասին չէր բարձրաձայնում։ Սամվելն անկեղծ խոստովանում է, որ իր հարուստ բազմազան ծաղկանոցը այս պահին գտնվում է ծնողների խնամքի տակ, քանի որ ինքն իր ընտանիքով տեղափոխվել է մեկ ուրիշ բնակարան եւ այնուամենայնիվ ինքը գնում է ծնողների տուն եւ անձամբ իրականացնում բույսերի հետ կապված բոլոր լուրջ միջամտությունները։ Մենք ամառը իրանց անում ենք պատշգամբ, ձմռանը բերում ենք ներս, ավելի տաք սենյակներում, որ չտուժեն իրենք։ Տեղափոխությունը պարտադիր իրականացնում եմ ես, գնում եմ հատ բերում եմ ներս, կանանը գնում եմ, տանում եմ դուրս։ Այդ պատասխանատվությունը միշտ ինձ վրա է, բայց ընթացիկ խնամքը հիմա ծնողներիս վրա է ու փառք Աստծո դեռևս ոչինչ չի տուժել, ընդհակառակն։ Այդ ամենին Սամվել Դանիելյանը հավելեց։ Ես էլ Սիրանուշն էլ միշտ էսպես ենք խոսել, որ գալու է մի որոշակի տարիք, որ ես եւ Սիրանուշ ունենալու ենք Երևանից դուրս մեր տունը, որտեղ լինելու է ամեն ինչ բնական։ Եվ ես շատ ուրախ եմ, որ իմ երեխաներն էլ են այդպես մտածում, իրենց բնականը ավելի է դուր գալիս։
Անդրադառնալով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաբույսասեր աստղերին եւ կուզեմ հիշատակել միջազգային հեռուստամեդիա մագնատ Օպրա Ուինֆրիի անունը, որը չի վախենում վերցնել ձեռքը բահը եւ իր սեփական ձեռքով խնամել իր պարտեզը։ Օպրա Ուինֆրին, որը ունի շատ խիտ աշխատանքային գրաֆիկ, այնուամենայնիվ գտնում է ժամանակ, որպեսզի սեփական ձեռքով խնամի իր պարտեզը եւ հավաքի բերքը։ Իսկ իր պարտեզում աճում է ավոկադո, արտիճուկներ, բրուսելական կաղամբ եւ մի շարք այլ բանջարեղեն։ Շատերը զարմանում են, թե ինչու Օպրա Ուինֆրին, որը բավականաչափ ֆինանսապես ապահովված կին է եւ կարող է իրեն թույլ տալ օգտվել շուկայից, այնուամենայնիվ իր սեփական ձեռքով է մշակում պարտեզը եւ օգտվում սեփական բերք ու բարիքից։ Իսկ պատճառը ավելի քան պարզ է։ Նման ձևով Օպրա Ուինֆրին շփվում է բնության եւ հողի հետ եւ ստանում է այդ ամենից գերագույն հաճույք եւ բազմաթիվ դրական լիցքեր։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին եւ իրենց անկեղծ խոստովանություններն այս ամենի վերաբերյալ։ Երբ փոքր էի, մեր տանը կային շատ գեղեցիկ բույսեր ու ծաղիկներ։ Էլ չասեմ ֆիկուսի մասին, որն ամեն նոր տարի ես եւ քույրիկներս զարդարում էինք որպես տոնածառ։ Աննա Գևորգյան։ Ծաղիկներ կային, հիշում եմ, ինքը ուրեմն սենց փնջով ծաղկում էր, ծայրը աստղիկներ էին, ռոզվի, իրանից քաղցր մեղր էր ծորում առավոտյան։ Ես հիշում եմ, անընդհատ վեր էի կենում ու սենց մատով այդ մեղրը ուտում էի։ Աննան անկեղծ խոստովանում է, որ իր մեծ սիրով բույսերի հանդեպ երբեք չի համեմատվի իր ամուսնու հետ, որն անգամ մեղրամսին Ղրիմ մեկնելու ժամանակ առիթը բաց չթողեց եւ համալրեց իր բույսերի հարուստ հավաքածուն լիմոնի ծառով։ Մենք գնացինք ամուսնական ճանապարհորդության Յալթա։ Ու հիշում եմ, այնտեղ ամուսինս ասեց, գիտես, ամբողջ ծովի ափին յոնավաճառա լինելու, որտեղ միայն մրգեր են վաճառելու։ Ու ես էլ տենց երազանքով գնում եմ այդ օրը, ու ամուսինս ինձ ասում է, մեղք ես էլ, ես արևի տակ այդքան չվազվզես, մի հատ հով տեղ նստի, ես գնամ մրգերից առնեմ, դե գիտեմ դու ինչ ես սիրում ու գամ։ Նստել եմ, նայում եմ հերուն, բոլոր հերվից եկողներին, ամուսինս չկա, կես ժամ չկա, մեկ էլ տեսնեմ հերվից գոռալով Աննա, բայց նայում եմ, մրգերի տոպրակներ չկա, ոնց որ ինքն էր նկարագրում, բայց ձեռքը ինչ-որ մի հատ ծաղկամանի նման բան կա, մոտեցավ ամուսինս, տեսնեմ ինչ, ծաղկաման, մեջը մի հատ ցողուն, մի հատ տերևով, ասում եմ, էս ինչ է։ Ես ամբողջ կյանքիս երազանքն է, որ ես լիմոնի ծառ ունենամ, Աննա։ Հիմա մռութներս կիտել եմ, բայց չեմ ուզում ցույց տամ, որ մռութներս կիտարել եմ, ես կես ժամ այդ մրգին եմ սպասում։ Մի խոսքով, նո անցնում ամիսներ, սա չորանում է։ Ու մի օր, մի գեղեցիկ օր, տեսնեմ ինձ կանչում է, արի, գնում եմ խոհանոցից դեպի պատշգամբ, ասում է նայի ծաղիկները, ինքը շնչում է։ Ու այդ եղավ սկիզբը, երեխեք, մենք երևի մի 7 տարի լիմոնի ծառ ենք ունեցել, որտեղ լիմոնը, այնտեղ լիմոնի ծառը։ Եվ հետո այնպես եղավ, որ այդ լիմոնը հենց ամուսնուս ձեռքով էլ փչացավ։ Դրանից հետո շատ երկար տարիներ անընդհատ բերում էինք էլի, որ աճացնեինք, չէր աճում, չորանում էր կամ բերք չէր տալիս։ Աննան անկեղծ խոստովանում է, որ 2 տարի առաջ ինքը մեկնել էր հանգստի, որտեղ նվեր ստացավ լիմոնի ծառ։ 2 տարի առաջ ես գնում եմ ծով եւ այնտեղ ապրող իմ ընկերներից մեկը ասում է, գիտես քեզ ինչ եմ նվիրելու, ասում եմ ինչ, լիմոն։ Ու բերել է, հետը տալիս է ինձ այդ լիմոնը։ Կանաչ լիմոնները վրան ասում է, այս կտանես Հայաստան։ Այս 2 տարի է այդ լիմոնը, որտեղ ծաղիկ, այնտեղ լիմոն, որտեղ լիմոն, այնտեղ ծաղիկ։ Աննա Գևորգյանի տանը գեղեցիկ ծաղկում է նաև չինական վարդը, որի տերևները երբեմն դառնում են իր համար մրգամանը զարդարելու կատարյալ լուծում։ Նոր տարվա օրը, երբ որ ես մրգերը դնում եմ, սիրում եմ, երբ որ տերևներով է զարդարված լինում։ Ամուսինս արդեն գիտի, ասում եմ, այս տերևներից կարող եմ չէ պոկել։ Հա, վերջ։ Համաձայնությունը ստացա։ Ու տերևներով գեղեցիկ զարդարում եմ այդ ամբողջ իմ մրգերով զամբյուղը։ Այդ ամենին Աննա Գևորգյանը հավելեց. Ամուսինս այնքան սիրում է բույսը, որ ինքը չի սիրում, երբ որ ես եմ մոտենում, խնամքը ամբողջը անում է ամուսինս։ Դե եթե ինքը անում է, ես վայելում եմ գեղեցկությունը, դու պարզ չի։
Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաբույսասեր աստղերի թեման եւ այս անգամ կուզեմ իշտակել հոլիվուդյան աստղ Ջուլիա Ռոբերտսի անունը։ Ջուլիա Ռոբերտսը իր ամուսնու եւ երեխաների հետ բնակվում է Սանտա Ֆեում գտնվող իր ֆերմայում, որտեղ նրանք բազմացնում են հավեր, թարմ հավկիթներ ունենալու համար, ինչպես նաեւ ունեն պարտեզ, որտեղ աճացնում են բանջարեղեն եւ մրգեր։ Դեռ 2014 թվականին InStyle ամսագրին տրված հարցազրույցում Ջուլիա Ռոբերտսը պարզաբանեց, թե ինչու ինքը իր ընտանիքի հետ որոշեց փոխել իր կյանքի ապրելակերպը։ Ես եւ իմ ընտանիքը որոշեցինք դիմել նման քայլի, որովհետեւ մեր իրականության մեջ թարմ եւ օրգանիկ մթերքները դարձել են ֆինանսական շքեղություն, եւ եթե մենք ունենք նման հնարավորություն, ապա ինչու չօգտվենք։ Ահա այսպիսի մեջբերում արեց Ջուլիա Ռոբերտսը ամսագրում տրված հարցազրույցի մեջ, դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Ես շատ սիրում եմ կանաչ գոտի, իսկ ծառ տնկել եմ 12 տարեկանից։ Վիգեն Բալասանյան։ Ընդհանրապես ամեն մի բակում կուզենայի, որ լիներ մի հատ լավ կազմակերպող, որ կազմակերպեր լավ ծառատուն կանային իրենց բակերում, որտեղ լիքը տեղեր կա, որ հող կա, բայց ոչ մի բան չկա տեղ։ Օրինակ ուրիշ երկիր վերջերս որ գնացել էի, մի հատ փոքր հողատարածք չտեսա, որ դատարկ լինի։ Ամենը կանաչով, սիրում, ծաղիկներով, ծառերով, կուզենա, որ մեր երկրում էլ ոչ մի դատարկ հող չլինի։ Думаешь, на этом месте будет сад? Վիգենն անկեղծ խոստովանում է, որ երբ ինքը գնեց իր բնակարանը, բացահայտեց, որ այնտեղ կա մեծ հողակտոր, որը գտնվում էր բարձի թողի վիճակում, եւ ծնվեց գաղափար բարեկարգել այդ հողակտորը եւ տնկել այնտեղ պտղատու ծառեր ու ծաղիկներ։ Նոր է այդ բնակարանը գնել, մի հատ տարածք կար, որը որ շատ չոր էր։ Մտածեցի, ասեցի երկու հատ ծառ գոնե տնկեմ ստեղ, ջուր չկար ջրելու, տանից գրանից միացրել էի, շելանգով այդպես ջրում էի տարածքը։ Հետո այդ ծառերը մեծացավ, երկուսը դառավ 5, 5-ը դառավ 100, մինչև 300 հատ ծառ դառավ։ Այդ տարածքում հարևանների օգնությամբ արդեն 300 հատ ծառ ենք տնկել։ Գիլաս կա, բալ կա, ծիրան կա, խնձոր կա, տանց կա, սերկեֆիլ, մոշ, մալինա, սմարոձինա, ու ահագին շատ ծաղիկներ ենք տարբեր տեսակի ցանել, գյուղից դդումի սերմեր էի բերել, սենց մի բուր սենց ուղակի շփեցի, մի հատ տեղ կար էլի, ու 10 հատ սենց լավ դդումներ էր տվել, ոչ խնամել են, ոչ սրսկել են, մի խոսքը ոչ մի բան չեմ արել, բայց ինքն իրան եղել է, այս հարևանները ասում են Վիգենը, եթե մի հատ սենց ծառ սենց վերցնի սենց շպրտի հողի վրա, այդ ծառը մեկը աճելու է։ Եթե մի բան սիրով ես անում, սիրելով ես անում, անպայման իր պտուղները կստանաս։ Ամեն գարնանը մաքրում ենք, սիրուն, պատրաստում ենք ու սպասում ենք, թե երբ պետք է ծառերը ծաղկի, որտեղ գարունը իմ սիրած ժամանակաշրջանն է, որը որ ինձ էներգիա է տալիս, ծառերը ծաղկում են։ Բոլոր իմ հեղինակային ստեղծագործություններս ծնվել են գարնանը, ես էլ ոնց որ ծաղկում եմ ու կյանքի թարմ նոր սկիզբ է գալիս։ Ուրախ եմ, որ այդ հնարավորությունը ունեմ, որ երբ որ զարթնում եմ առավոտ շուտ, իմ սուրճս վերցնում եմ, հիշնում եմ մեր բակ, շատ հավես, առավոտ եմ սկսում։ Այդ ամենին Վիգեն Բալասանյանը հավելեց։ Ես ասել եմ, մեր թաղամասում ամենասիրուն բակը պիտի մերը լինի ու անցած տարի ինքը համար առաջինն է եղել։ Ամենասիրուն բակը մերն է ու ավելի սիրուն անելու։ Ես այդ ինքս ինձ խոստացել եմ ու մեր բակի լավ ընկերների օգնությամբ էլ ավելի կսիրունանա մեր բակը։ Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաբույսասեր աստղերի թեման եւ այս անգամ կուզեմ իշտակել ավստրալական ծագում ունեցող դերասանուհի Նիկոլ Քիդմանի անունը։ Դեռ 2008 թվականին Նիկոլ Քիդմանը իր ամուսնու քանթրի ոճի երաժիշտ Քիթ Ուրբանի հետ Ավստրալիայի Բունյա Հիլում գնեց ֆերմայով առանձնատուն։
Եվ հենց այնտեղ իր ամուսնու հետ Նիկոլ Քիդմանը բազմացնում է ալպակներ, գառներ եւ կովեր, ինչպես նաեւ խնամում մրգատու ծառեր։ Եւ հենց այնտեղ գտնվելով ես կարողանում եմ գրել սցենարներ, կարդալ գրքեր, ինչպես նաեւ խնամել իմ պարտեզը։ Բուսականությունը, հողը, ջուրը, այդ ամենը ինձ հնարավորություն է տալիս ել ավելի մեծ ուժ եւ էներգիա ստանալ, քան որևէ այլ թանկարժեք հանգստյան տուն։ Այսպես անկեղծ խոստովանեց ավստրալիական դերասանուհին Vogue Australia ամսագրին տրված հարցազրույցում, հավելելով, որ այնտեղ ինքը զգում է մաքրություն, պարզություն եւ անսահման շատ բարություն։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցների։ Բույսերի հանդեպ սերն ինձ մոտ առաջացել է դեռ մանկության տարիներին։ Ավելի ճիշտ, ժառանգաբար փոխանցվել տատիկից։ Կարեն Գրիգորյան։ Ունեմ տանը երկու օրխիդեաներ, մեկը գնել եմ 8 տարի առաջ, մարտի 8-ի առիթով եւ մինչեւ այսօր դեռ կա։ Եվ երկրորդն էլ 2 տարի առաջ եմ ձեռք բերել ու շատ հաճախակի ծաղկում է, զարմացնելով եւ ուրախացնելով ոչ միայն մեզ, այլ նաեւ հյուրերին։ Ունեմ բույսեր, որոնք տպավորություն էր, որ պետքա մինչև այսօր չդիմանային, բայց ոչ միայն դիմացել են, այլ նաև նրանց փոքրիկներին բաժանել եմ այլ մարդկանց։ Նաև շատ եմ սիրում, որ գրասենյակային տարածքներում են լինում բույսեր, որովհետև շատ տաքու աշխատանքին տրամադրող միջավայր է ստեղծում։ Նաև սիրում եմ այդ խնամքը բույսերի, ինձ համար հանգստացնող էֆեկտ է ունենում, երբ ամեն առավոտ որոշ բույսերին ջրում եմ, նույնիսկ խոսում եմ նրանց հետ, գովում եմ եւ այլն։ Շատ հաճախ նրանց դիմում եմ տղաս կամ աղջիկս, ինչը անծանոթների մոտ այսպես կմծիծաղ է առաջացնում։ Կարենն անկեղծ խոստովանում է, որ իր մոտ ստացվում է լեզու գտնել իր բոլոր բույսերի հետ, եւ նրանք միշտ թարմանում եւ կյանքով են լցվում, երբ լսում են իր ձայնը։ Խնամքի որոշ միջոցներ, դե ուսումնասիրում եմ նաեւ համացանցում, եթե նամանավանդ խնդիրներ են լինում, իրականում շատ անհանգիստ եմ լինում, երբ քաղաքից հաճախ բացակայում եմ ու միշտ ամեն անգամ դուռը բացելուց առաջի բանը, որ շտապում եմ նայել, դա բույսերի վիճակն է։ Ամեն դեպքում չենք ունեցել բացասական նման դեպք, որ վերադառնալուց բույսերը վնասված լինեն։ Նաեւ անպայման ուզում եմ նշել, որ մարկի որդուց հայտնվելու պես մենք շատ լուրջ դաստիարակություն ենք տարել նրա հետ, որպեսզի հանկարծ բույսերին չվնասի եւ նա էլ շատ խնամքով է վերաբերվում, փորձում է խաղալու կամ վազելու ընթացքում միշտ զգուշ լինել բույսերին, որպեսզի չկպնի, չվնասի։ Քանի որ ես զբաղվում եմ նաև ինտերիերներով, ինձ համար բնակարանի ընդհանուր եւ վերջնական տեսքը անհնար է պատկերացնել առանց բույսերի առկայության ու շատ եմ տխրում, երբ հաճախ ժամանակակից ինտերիերներում բացակայում են բույսերը, որովհետեւ սա շատ կարեւոր էլեմենտ է ընդհանուր ինտերիերի համար։ Այդ ամենին Կարեն Գրիգորյանը հավելեց. Ֆիկուսները ինձ հետ մի տեսակ լավ ընկերություն չեն անում։ Ինձ հաջողվել է 3 անգամ ոչնչացնել շատ բավականին լուրջ հասունության ֆիկուսներ։ Չգիտեմ ինչի, որովհետև նույն խնամքը ինչ որ մյուս բույսերին եմ տալիս, նույնն էլ ֆիկուսին։ Վերջերս նվեր ստացա ֆիկուս գոլեգաներից մեկից, ով խնդրեց այս անգամ մի փոքր այլ վերաբերմունք, ավելի շատ քիչ վերաբերմունք այս բույսին, որովհետև ֆիկուսները բարձում է այնքան էլ չեն սիրում, երբ շատ են խնամում նրանց, եւ իրականում աշխատեց այս տարբերակը, այժմ ֆիկուսը բավականին բարձունքի է հասել եւ տպավորություն է, որ ամեն ինչ լավ է նրա հետ։ Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաբույսասեր աստղերի թեման եւ այս անգամ կուզեմ հիշատակել Շաքիրայի անունը։ Պարզվում է, որ երգչուհին սիրում է ոչ միայն երգել, այլ նաեւ զբաղվել իր պարտեզով ու իր ձեռքբերումներով հողագործության մեջ ինքը գերագույն հաճույքով կիսվում է ինստագրամյան տիրույթում։ Բույսասերների ցուցակում է նաեւ հոլիվուդյան աստղ Մարկ Ռուֆալոն, որը ոչ միայն սիրում է բուսականություն, զբաղվել բույսերով եւ խնամել դրանց, նաեւ էկոշարժման ակտիվ ներկայացուցիչ է։ Հատուկ հողագործությամբ զբաղվելու համար ինքը գնեց առանձնատուն, որն ունի 20 հեկտար հողատարածք։ Իսկ ահա ռուսական ծագում ունեցող հոլիվուդյան աստղ Միլա Յովովիչը սիրում է զբաղվել իր պարտեզով, ասեմ ավելին, որ ինքը իր բերք ու բարիքով կիսվում է միշտ ինստագրամյան տիրույթում եւ հենց այնտեղից պարզ դարձավ, որ Միլան ունի նաեւ ջերմոց, որտեղ հաճեցնում է ինչպես դդմիկ, այնպես էլ գազար, ստանում է շատ լավ բերք, հարուստ բերք, ինչպես նաեւ ունի շատ գեղեցիկ ծաղիկներ։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցների։
Ինչպես եւ բույսասերերի մեծամասնության մոտ, ինձ մոտ եւս բույսերի նկատմամբ սերը նկատվեց դեռ մանկուց։ Անգամ կան մի շարք զավեշտալի դեպքեր կապված իմ այդ նախասիրության հետ։ Արևիկ Հարությունյան։ Հայրական տանս կա մեծ բաց պատշգամբ եւ ամբողջ պատշգամբը բույսերով է լցված։ Հիմնականում գերակշռում են ծաղկային բույսերը։ Այդտեղից է գալիս երևի իմ սերը բույսերի խնամքի հետ կապված։ Ու դպրոցական հասակից սկսած անտարբեր չեմ եղել բույսերի նկատմամբ։ Մենք դասարանում շատ բույսեր ունեինք։ Ես էի նրանց խնամում, ջրում եւ մի օր որոշեցի այնտեղ կալա կար։ Այդ կալան որոշեցի իր սոխուկով հանել արմատով եւ բերել տուն, որպեսզի ավելացնեմ իմ պատշգամբի ծաղիկների թիվը։ Քույրիկը շատ փոքր է, կալան որոշել էր ուտել, երևի համով է եղել, որ կերել է։ Ես եկա տուն, տեսա, շատ տխրեցի, իհարկե, լացեցի։ Մի խոսքով չհաջողվեց այդ կալայի կյանքը իմ պատշգամբում ապրեցնել։ Мои растения. Это мои опыты. Արևիկին անձամբ ճանաչողները կհավաստեն, որ ինքն իրենով դրական լիցքերի եւ էներգիայի կույտ է։ Մի փաստ, որը զգում են նաեւ ծաղիկներն ու բույսերը։ Ահա թե ինչու Արևիկին հաջողվում է խելքի բերել անգամ ամենաբարձի թողի վիճակում հայտնված բույսը։ Ես նույնպես ունեմ իմ տանը բույսեր եւ ծաղիկներ եւ իրենց բացի են, որ դու ջրում ես, խնամում ես, ես նաեւ իրենց հետ խոսում եմ, ես բարևում եմ իրենց հետ ջրելուց կամ ջրին լավ խոսքեր եմ ասում, մինչեւ իրենց ջուր տալը եւ դա շատ կարևոր է եւ իրենք վերցնում են սպունգի նման ու ավելի լավ են աճում եւ իմ ընկերուհու մոտ երբ ինչ որ մի բույս սկսում է թոշնել կամ ինչ որ իրեն լավ չզգալ, ասում եմ տուր, ես հիմա կտանեմ իրան մեր տուն ու 15 օրից քեզ հետ կվերադարձնեմ եւ եթե նա ծաղկային բույս է ծաղկած եմ վերադարձրել, եթե ուղակի կանաչ տերևներ են, կանաչած եւ փարթամ տեսքով եմ հետ վերադարձրել։ Я могу привести сад в тот вид, каким он был при покойном профессоре. Не хочу вдаваться в термины, но маракус циконию нужно проредить, а кринумы и замиасы в заброшенном состоянии. Բույսերի հանդեպ սերը Արևիկից ժառանգեց նաև իր դուստրը, մեր ամենից ամենագեղեցկուհի Եվա Ամիրյանը։ Մի ժամանակահատված կար, երբ մնում էինք իմ հայրական տանը բոլորով, Եվաս փոքր էր եւ տեսնում էր, որ խնամում ենք, ջրում ենք ծաղիկները, գնում էր պատշգամբ, վերցնում էր ամբողջ ջրերը այդ տարաների մեջ եւ ամբողջ պատշգամբում ինչքան ծաղիկ կար, ջրում էր, ինչ որ sense գետի նման տեսարան էր դառնում այդ պատշգամբը։ Մայրս խոսում էր Եվա, այս ծաղիկները կփչանան, կփտեն, բայց չէ, եւ ամբողջ պատշգամբը ծաղկել էր եւ անել է վարակվել այդ սիրով ծաղիկների բույսերի հետ կապված։ Այսինքն այդ մաքուր էներգիան ու սերը, խանդավառությունը, որ դու տալիս ես ծաղիկներին ու բույսերին, իրանք կրկնակի եւ բազմակի անգամ քեզ հետ են վերադարձնում։ Այդ ամենին Արևիկ Հարությունյանը հավելեց։ Օրինակ վարդը, գիտեք, չէ, ինքան վիտամին ունի, որքան ազնվամորին, տանձը, կեռասը, C վիտամինի մեծ աղբյուր է։ Դրա համար էլ, չէ, վարդի մուրաբա են անում, վարդի ջեմ են անում։ Ամենից ամենան շարունակում էր եթերը, բոլոր նրանք ովքեր հենց այս պահին միացան մեզ, ուզում եմ ասել, որ այսօր մենք խոսում ենք ամենից ամենաաստղային բույսասերների մասին։ Շատ հետաքրքիր բացահայտումներ դուք արդեն բաց եք թողել, սակայն ոչ պակաս հետաքրքիր մանրամասներ սպասում են մեզ առջևում, մնացեք մեզ հետ։ Բույսերի, ծաղիկների եւ բնության հանդեպ սերը ակունքներով ինձ տանում է դեպի վաղ մանկություն։ Համլետ Թադևոսյան։ Գնում ենք ամառները պապիկիս մոտ Նախիջևանի Կժաձոր գյուղը։ Պապս ուներ բակ, կար իրենց պարտեզը։ Պարտեզում մեծ մասամբ ինքը աճացնում էր վարունգ, լոլիկ, սմբուկ, կանաչեղեն տարբեր տեսակի իրենց տան համար։ Я купил для вас прекрасные помидоры. Ես իրավունք ունեի ամեն տեղ մտնելու բացի վարունգի տաղարից։ Հետո ես հասկացա, պապիկը բացատրեց, որ վարունգը սիրում է մեկ ձեռք։ Օտար մարդ եթե մտնում է, պտուղը դառնանում։ Հետևից իմ մոտ առաջացավ սեր բնություն։ Առավել ևս հիմա ավելի շատ եմ, անհանգիստ որտեղ Երևան քաղաքը կարծես թե անապատանում է։ Ունեմ փոքրիկ բակ տանը, որտեղ հիմնականը սեզոնային ծաղիկներ են։ Ունեմ դեղցի մեկ ծառ, մեկ սպիտակ բալի ծառ, ունեմ խաղողի թարմա, սերկևիլ եւ սև սալոր։ Ժամանակին կատարվում է էտը, ժամանակին մշակում, ստանում ենք բերք։ Պարմիր խնձոր, տիրանդան, պարմիր խնձոր, բադր ջան, տանց խնձոր, բադր ջան, տանց խնձոր, բադր ջան։
Այ հենց հիմա մոտս կա, միտեղ մի հետաքրքիր միտք եմ կերել, ու կորիզները վերցրեցի։ Ճիշտ է, մեր արևադարձային է, ու հիմա ուզում եմ դա ծլացնեմ ու դնեմ թաղարի մեջ, տեսնեմ դա ինչ պտուղ է։ Ավոկադո կա Բաքում, մի հատ կորիզ այնպես երեխաները կերել են, ասել են, ու այս տարի բավականին է շապի արդեն բարձրացել է։ Որտե չտանի, գուցե այս տարի ծաղկի։ Ուզում եմ այս տարի նաև կիվի աճացնել։ Անանաս։ Համլետ Թադևոսյանը խոստովանում է, որ իր տան փոքրիկ այգուց բացի ինքն ունի նաև ամառանոց, որտեղ եւս կա այգի։ Ունեմ ամառանոց գյուղում աշտարակի աղցք է կոչում Արշակունների դամբարանի մոտ 400 մետր տարածք, փոքրիկ տնակ եւ զբաղվում եմ ծառերի հաշվեսմամբ։ Ունեմ տարբեր ծառեր սկսած հնձորից վերջացրած նռով։ Բայց քանի որ վերջի շրջանում աշխատանքից ելնելով բավականին ծանրաբեռնված չեմ կարողացել գնալ, ծառերս շարքից կամաց դուրս են եկել։ Աշնանը բավականին շատ էդ կատարեցի, որպեսզի սերնդափոխություն անեմ ծառերի։ Առավել ես ինձ նման։ Օրը տականան լողացնելու է։ Չգիտեմ, ես ապրում եմ նրանով եւ այս տարի ես որոշել եմ հաստատ ժամանակ գտնել եւ դեպքի բերել ամբողջ հագի։ Ճիշտ ասած, այս տարի պատվիրել եմ արդեն հեսա 1-2 օրից կգան հատուկ գործիքներ գյուղատնտեսական, որոնք ավելի արդյունավետ, ավելի հեշտ կդարձնեն եւ ոչ հոգնեցուցիչ։ Լատես։ Ընդհանրապես ասում են քո այգին պետք է ուրիշ է հետի։ Որ ես դա համոզվեցի իմ փորձի վրա։ Ես տեսնում եմ մի դարաճյուղ, ասում եմ ափսոս, լավ թող մնաս աչետեմ, եկող տարի աշտանը կետեմ, ու այդ ավելորդ ճյուղերը դրանք հանգարում են բերքատվության եւ ընդհանրապես ծառի աճին։ Ու այս տարի որոշել եմ մի լավ հորեղբոր տղա ունեմ, որը էլի այգի ունի բան եւ զբաղվում է դրանով։ Ընտրել եմ, որ ինքը գա իմ ծառերը հետի։ Ես չեմ հասկանում այն կանանց, որոնք չեն սիրում ծաղիկներ։ Չէ՞ որ իսկական կնոջն ասոցացնում են հենց ծաղիկի հետ։ Անի Գրիգորյան։ Յուրաքանչյուր ծառ, բույս, ծաղիկ ինքը մեզ լսում է, երբ որ մենք իրենց հետ խոսում ենք, խնամում ենք, այս իրականություն է։ Կան մարդիկ, որոնք ասում են ամուսինս, սիրածս անձնավորությունը ծաղիկ բերեց, թորոմեց, թափվեց, ինքը լավ սրդով չբերեց, ոչ թե լավ սրդով չեն բերում, այլ դուք չեք խնամում, պաշտպանում, փայփայում։ Ուզում եմ խոսել այս գեղեցիկ ծաղկի մասին, որին ես իրականում շատ եմ սիրում եւ արդեն բավական ստացել եմ իմ սիրելի անձնավորության կողմից այս գեղեցիկ ծաղիկներից։ Այս խոլորձը նույն ինքը արխիդեան է, որ համարվում է սիրո ծաղիկ եւ բաժանված զույգերին կարող է միավորել։ Կան խոլորձի 35,000 տեսակներ, բայց իրենց խնամելը շատ բարդ ու դժվար է։ Տեսեք, շատ հաճախ մենք մտածում ենք, որ երբ որ իրենց ստանում ենք, կարող ենք վերցնել սովորական ջուրը, այդ ջրով էսպես ջրել, բայց այդ դեպքում մենք այս ծաղիկը փչացնում ենք եւ ասում ենք, գիտես ինչ, մեր տան աուրայից ծաղիկը չաճեց, դժբախտ էինք մենք չաճեց, չէ, ծաղիկի այս ամանի տակ պետք է փոքրիկ անցքեր անեք եւ շաբաթը մի անգամ 5 րոպեում դնեք ջրի մեջ, որպեսզի այս յուրահատուկ ծաղիկը չթորոմի, չփչանա։ Իսկ եթե այն ձեզ նվիրել է ձեր սիրելի տղամարդը եւ ինքը ձեզ չի ասում, որ ձեզ շատ է սիրում, ինքը ձեզ անմնացորդ սիրում է ու նվիրված է։ Իսկ այն տղամարդիկ, աղջիկները, ովքեր դժբախտացել են, կորցրել են իրենց երկրորդ կեսին կամ առհասարակ չեն գտել, պետք է վերցնեն իրենց նկարը, մի քիչ մեղրաջուր անել եւ այս ծաղիկների, այս գեղեցիկ թերթիկները դնեն իրենց նկարի վրա եւ ասեն, ոնց այս խոլորձն է սեր ու երջանկություն բերում, թող այս տարվա մեջ ես էլ գտնեմ իմ սերը, երջանկությունը, միությունը։ Այդ ամենին Անի Գրիգորյանը հավելեց։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրի ընտանիքում լինի այնպիսի մնայուն ու կայուն սեր, որ ոչ ոք ոչ մի անգամ չկարողանա ձեզ բաժանի եւ շատ հաճախ ձեր սիրելիներից ստանաք այսպիսի գեղեցիկ խոլորձներ եւ շատ հաճախ մեկդ ասեք, որ դուք իրենց սիրում եք։
Եվս մեկ մասնակից մնաց ներկայացնեմ ձեր ուշադրությանը եւ ես առանց չհրաշալու ձեր համբերությունը հանձնում եմ եթերը նրան։ Մեր հեռուստատեսությունում տաղանդավոր են ոչ միայն կադրում հայտնվող մեդիա դեմքերն, այլ նաև կադրից դուրս աշխատողները։ Մասնավորապես կհիշատակենք մեր ամենից ամենաերկող գլխավոր հաշվապահ Քրիստինե Հովհաննիսյանին, որին առիթ ունեցել ենք անդրադառնալ մեր ամենից ամենաեթերում, խոսելով իր ձայնային տվյալների եւ երգելու մեծ ձիրքի մասին։ Բայց այն, որ իր մոտ ծաղկում է անգամ շատ հազվադեպ ծաղկող կակտուսը, այդ դա մեզ համար բացահայտում էր։ Բացահայտում, որը մեզ համար արեց մեր մեկ այլ ամենից ամենապայծառ ու լուսավոր գոլեգա սիրելի Նունե Հակոբյանը։ Թե ինչ ծաղկանոց է ստեղծել իր աշխատասենյակում մեր սիրելի գոլեգա Քրիստինեն եւ առհասարակ ինչից ամեն ինչ սկսվեց, վստահ ենք, որ հետաքրքիր կլինի լսել նաեւ ձեզ։ Սկսվեց երկու կալանխոեներից փոքրիկ, որոնք մեր աշխատասենյակում հայտնվեցին իբրև դեղաբույսեր։ Ես էի խնամում եւ շատ նուրբ բույսեր էին, որոնք մեծանում են հավասարաչափ։ Ինձ շատ հետաքրքրում էր այդ իրենց հավասարությունը, հավասարաչափությունը։ Անցավ որոշ ժամանակ նրանք բավականին մեծացել էին եւ ձմեռեր պետք է գնայինք ձմեռային արձակուրդների։ Երբ եկանք աշխատանքի, պատահաբար նկատեցի, որ կալանխոեներս, որոնց ի դեպ ես կատակով անվանում եմ մելանխոլիկներս, ծաղկել էին երկուսն էլ, եթե ծաղիկը ծաղկում է, լավ նշան է։ Եվ այդպես էլ եղավ, 2 ամիս անց ինձ մոտ տեղի ունեցավ պաշտոնի բարձրացում եւ տեղափոխվեցի սենյակից մեկ այլ սենյակ։ Чтобы не подвели ее. Элф, перед тобой самая дружная команда. Они все сделают, положись на них и приступай к работе. И еще. Ладно, да? Желаю удачи. Спасибо. Բնականաբար ես պետք է իմ մելանխոլիկներից հետ տեղափոխեի նոր աշխատասենյակ եւ որովհետեւ ես էի խնամելու նրան։ Նաեւ ունեի այդ ժամանակ կակտուս, մի քանի ամիս անցել այդ փոքրիկ կակտուսը ծաղկեց, այս անգամ էլ կակտուսի ծաղկելու լավ նշանը իրեն շուշացրեց։ Պաշտոնի բարձրացում չէ, բայց արդեն տեղափոխություն եղավ։ Նույն պաշտոնի, նույն շենքում, բայց մեկ այլ կազմակերպությունում։ Այդ ընթացքում անընդմեջ ես սպասում եմ, որ մելանխոլիկներս էլի կծաղկեն, բայց նրանք չէին ծաղկում ու շատ էի խոսում ես նրանց հետ ու խնդրում էի ծաղկեք, տարօրինակ էլի ինչ-որ բան եղավ։ Նրանք չծաղկեցին, բայց նրանց տերևները սկսեցին մի ընթացք շատ հետաքրքիր եւ առանձնահատուկ տեղից եւ ձևով աճել։ Ու ես դա անցալեցի ուղղակի նշան դիրո արտահայտությունները գուցե նրանց կողմից դեպի ինձ, հետո ավելացան մանուշակները։ Եկավ մի պահ, որ իմ աշխատասենյակում բոլոր սեղանները, բոլոր հնարավոր պատուհանագոգերը զբաղեցրել են իմ տարատեսակ ծաղիկները, որոնց մեջ մեծամասնությունը կազմեցին արդեն մանուշակները։ Այս 5-6 տարիների ընթացքում ես նորից աշխատավայր եմ փոխել։ Այդ փոքրիկ իմ կակտուսի ծաղկելուց հետո ուզում եմ նաև նշել խոլորձի մասին, որը 1.5 տարի առաջ արդեն նաև հայտնվեց ինձ մոտ։ 2 տեսակի խոլորձ ունեմ, երկուսն էլ ինձ մոտ ծաղկեցին։ Քանի որ արդեն շենքում գիտեն, որ ծաղիկների խնամքը ստացվում է ինձ մոտ, տարբեր աշխատակիցներ ինձ բույսեր են բերում եւ անպայման ասում են, գիտենք, որ դու ծաղիկ սիրում ես, գիտենք, որ քո մոտ ծաղկում է։ Դրա համար քեզ վստահում ենք ու քեզ բերում ենք։ Այդպես ինձ մոտ հայտնվեցին գրամաֆոններ, էլի շատ գեղեցիկ ներփիկ ծաղիկներ են։ Ծաղիկները, կենդանիները շատ ավելի էմոցիոնալ, զգացմունքային եւ հավատարիմ են, քան բանական մարդկանց միջից շատերը։ Ծաղիկը ծաղկելու համար չի մտածում, չէ, օй, ես վարդ չեմ, ես կակտուս եմ, բայց ոնց անեմ, որ վարդի նման ծաղկեմ։ Քրիստինեն այն խորին համոզման է, որ եթե ինչ-որ մի բանի շատ հավատում ես, այն անպայման դառնում է իրականություն։ Եվ հենց այդ տրամաբանությամբ ինքը շփվում է իր ծաղիկների հետ, երգում նրանց համար, խնամում։ Եվ այո, բույսերը Քրիստինեին պատասխանում են իրենց ծաղկող ծաղիկներով
պարգևելով անսահման սեր, հաճելի պահեր եւ բազում դրական զգացողություններ։ Անցյալ տարի ձմռանը կուտով միրգ ուտելուց ես կարողանում եի հստակ տեսնել, որ կտի մեջ կա կյանքի էներգիա, ուժ, խոսում եմ այդ կուտի հետ եւ ասում եմ ես գիտեմ դու կաճես, ես հավատում եմ քեզ եւ այնտեղ մի մեծ ավելի ծաղկաման ունեմ հողով ու տեղադրում եմ այդ հողի մեջ եւ երբ տեսնում եմ արդեն ծլել է հա այդ կուտը եւ ինչ որ փոքրիկ ցողուն տերևիկ են առաջանում, սա ապշում է, ասում եմ եթե մեզ համար անշունչ կուտը բույսը ունի հավատի կարիք եւ այդքան բազող ուժ է հավատը կուտին աճելու համար, ապա ինչքան ունեն այդ հավատի կարիքը մարդիկ։ Այդ ամենին Քրիստինե Հովհաննիսյանը հավելեց. Հետևելով ծաղիկներին, խնամելով ծաղիկներին, շատ ավելի մեծ բաներ եմ հասկանում եւ սովորում բնությունից։ Ամեն առավոտ դուրս բացում եմ, եթե 2 օրից ավել չեմ ջրել, նկատում եմ, որ մանուշակները հատկապես աչուկները, թևիկները այսպես իջացնում են, գլուխները կախում են, ես անմիջապես հասկանում եմ, ջուրը պակաս է։ Ջրում եմ եւ 1 ժամվա ընթացքում հասկանում եմ, տերևիկները բարձրացան, իրենք այսպես աշխուժացան, всё, վերջ ամեն ինչ նորմալ է։ Հաճախ հանդիպում են դեպքեր, երբ կանայք ծննդաբերելուց հետո ունենում են կազմվածքի դեֆորմացիաներ, ինչը բնականաբար բերում է նաև բազմաթիվ բարդույթների, ինչպես նաև ինքնագնահատականը հավասարվում է 0-ի։ Այո, այսօր էսթետիկ բժշկությունը, մասնավորապես պլաստիկ, մարմնի պլաստիկ միջամտությունները տալիս են կանանց նման հնարավորություն շտկել այդ բոլոր թերությունները, բայց ոնց կողմնորոշվել, ինչպես ճիշտ ընտրել այն պլաստիկ վիրաբույժին, որը լինելու է ոչ միայն բանիմաց եւ փորձառու, այլ նաեւ կկարողանա բարոյապես եւ հոգեպես լիովին հասկանալ պացիենտին եւ փորձել լուծել այդ խնդիրը։ Օրեր առաջ աղջիկներով զրուցում էինք հենց այս թեմայի շուրջ եւ ինքս ինձ համար բացահայտեցի, որ մեր հայ իրականության մեջ կա մի պայծառ անձնավորություն պլաստիկ վիրաբույժ, որը իր աշխատանքի գերակշիռ մասը նվիրել է հենց ծննդաբերած կանանց։ Գեղեցկուհի, պայծառ, քնքուշ մի էակ, դոկտոր Լիլիթ Խաչատրյանը կարողանում է իր աշխատանքի միջոցով իսկական երջանկություն պարգևել կանանց, որովհետեւ շտկում է ոչ միայն իրենց ֆիզիկական թերացումները, այլ նաեւ տալիս է իրենց հնարավորություն կրկին սիրել իրենց, ինչը շատ կարևոր է ոչ միայն իրենց համար, այլ նաև իրենց տան ընտանիքի անդամների համար։ Եվ այսօր դոկտոր Լիլիթ Խաչատրյանի հետ ես որոշեցի ծանոթացնել նաև ձեզ, սիրելի հեռուստադիտողներ։ Հայրս բժիշկ է, իր խորհրդով ընդունվեցի բժշկական համալսարան։ 3-րդ կուրսում մոտավորապես արդեն հասկացա, որ իմը վիրաբուժությունն է, ավելի մանրամասն պլաստիկ վիրաբուժություն։ Հասկանում էի, որ բավական բարդ գործ է լինելու առավել եւս կնոջ համար Հայաստանում, բայց ունեի հստակ նպատակ եւ գիտակցելով, որ ուղին շատ երկար է, որոշեցի վերապատրաստումներով հասնել իմ նպատակին։ Ունեցել եմ շատ լավ դասախոսներ բարեբախտաբար, սովորել եմ Գերմանիայում, Շվեդիայում, Ռուսաստանում լավագույն մասնագետների մոտ։ Ի սկզբանե ինձ դիմող կանանց մեծամասնությունը դիմում էին ոչ թե էսթետիկ ինչ-որ կորեկցիաների համար, այլ դիմում էին հետծննդաբերական, թե ֆիզիկական, թե հոգեկան բարդություններով կանայք։ Եվ այնպես ստացվեց, որ սկսեցի հենց իրանց հետ աշխատել եւ տեսնելով այն փոփոխությունները, որոնց միջով անցնում էին իրենք, շատ ոգևորվեցի եւ իմ կարիերայի հիմնական նպատակը դարձավ իրենց հետ աշխատելը եւ իրենց հնարավորինս օգնելը։ Կոնսուլտացիայի հաճախելով մենք միասին որոշում ենք, թե ինչ հերթականությամբ կարելի է այդ ամեն ինչը շտկել եւ ի վերջո ստանում ենք օպտիմալ արդյունք։ Խոսքը աբդոմինոպլաստիկայի, կրծքի ձգման, փոքրացման մասին է, body lift վիրահատության մասին է, որտեղ ներառվում է ինչպես որովայնի առաջային, այնպես էլ մեջքի եւ հետույքի շրջանի լիֆտը եւ տարբեր հատվածների լիպոսակցիա։
Վերջի մի 5 տարում վերջնականապես հաստատվեց Հայաստանում, որ աբդոմինոպլաստիկա առանց լիպոսակցիայի գոյություն չունի, եւ ես ավելի շատ շեշտը դնում եմ հենց լիպոսակցիաներով կոնտուրների շտկման եւ կոնտուրների ձևավորման վրա եւ որից հետո նոր աբդոմինոպլաստիկա կատարելու վրա։ Աբդոմինոպլաստիկա հետծննդաբերական շրջանում կարելի է կատարել ծննդաբերությունից առնվազն 1 տարի անց։ Եվ եթե խոսքը գնում է կրծքի վիրահատությունների մասին, կրծքով կերակրելուց 6-ից 8 ամիս անց միայն։ Կան որոշակի միֆեր վերաբերող աբդոմինոպլաստիկային, օրինակ շատ աղջիկներ կարծում են, որ եթե պլանավորում են դեռ ընտանիք, աբդոմինոպլաստիկա չեն կարող կատարել, բայց դա հակացություն չէ։ Միանշանակ խորհուրդ է տրվում ավարտել ընտանիքի պլանավորումը, հետո նոր որոշել մարմնի ինչ-որ շտկումների գնալ, սակայն դա հակացություն չէ, առնվազն 1-2 տարի չհղիանալու դեպքում աբդոմինոպլաստիկա նույնպես կարելի է կատարել։ Ինչ վերաբերում է լիպոսակցիայի եւ լիպոֆիլինգին, դրանք մի փոքր ավելի անկախ են հենց ծննդաբերության եւ հղիության ընթացքից։ Կարծիք, որ լիպոսակցիայի եւ լիպոֆիլինգից հետո հնարավոր է ճարպի պարզապես վերականգնում այդ հատվածում, որտեղ այն կատարվել է, այդպիսի բան գոյություն չունի բարեբախտաբար, եւ այն հատվածում, որտեղ կատարվում է լիպոսակցիա, ճարպը չի վերականգնվում, բայց այնքան ժամանակ, քանի դեռ վիրահատվողը քաշ չի ավելացրել։ Այսինքն պետք է հասկանալ, որ մեր մետաբոլիզմը չի փոխվում վիրահատությունից հետո։ Եթե ավելացնենք քաշ, բնականաբար կգիրանանք։ Ես բազմիցս ասել եմ, վիրահատությունը դա նիհարելու ալտերնատիվա չէ, վիրահատությունը նիհարելու վերջին փուլն է ամենահանդիսանում։ Այսինքն կինը աղջիկը նիհարում են, հասնում են իրենց ցանկացած քաշին, ստաբիլանում են անպայման այդ քաշի մեջ որոշ ժամանակ եւ հետո նոր դիմում են վիրահատության։ Ինչ վերաբերում է կրծքի հետ կապված վիրահատություններին, մեր հայ կանանց մեջ օտար մարմնի առկայություն սեփական մարմնի մեջ այդքան չի խրախուսվում։ Շատ հաճախ ավելի դիմում են կրծքի սեփական հյուսվածքներով ձգման կամ փոքրացման համար, քան թե իմպլանտով նրա մեծացման համար։ Հակառակ արտասահմանից եկած պացիենտների մեծամասնությունը դիմում է իմպլանտների կրծքով մեծացման համար։ Իմպլանտները ընտրում ենք միայն միասին կոնսուլտացիայի ընթացքում։ Հայտնի միֆերից են իմպլանտի հետ կապված, որ համարում են, որ կրծքով կերակրումը անհնար է իմպլանտ տեղադրելուց հետո, ասեմ, որ դա այդպես չէ միանշանակ, այսինքն իմպլանտը ոչ մի ձև չի անդրադառնալու կրծքով կերակրման վրա։ Եթե հնարավոր էր կրծքով կերակրել, դա հետագայում էլ հնարավոր է լինելու։ Իրականում պլաստիկ վիրաբուժությունը դա բժշկության այն հատվածն է, որը իր մեջ ներառում է ինչպես շատ լուրջ վիրաբուժություն, շատ լուրջ գիտելիքների տիրապետում, այնպես էլ բավականին կրեատիվ հատված։ Այսինքն ցանկացած յուրաքանչյուր պլաստիկ վիրաբույժ ունի իր սեփական ձեռագիրը եւ լինելով տարբեր մեթոդիկաներ, բոլորը ճիշտ են։ Պարզապես բժիշկները ընտրում են այն միջամտությունները եւ այն հերթականություն են ձեռագիրը, որոնք իրենց համար են հարմար, իրենց համար են ընդունելի եւ սկսում են դրանով ձևավորել իրենց ձեռագիրը։ Ինչ վերաբերում է իմ սեփական ձեռագրին, դա ավելի շատ դեպի բնական կառուցվածքի պահպանումն է։ Այսօրվա մեր վիրահատությունը երկրորդային աբդոմինոպլաստիկա էր, առաջնայինը կատարվել է 1.5 տարի առաջ այլ մասնագետի կողմից, կատարվել է բավական վատ, ունենք շատ երկար տեղակայված եւ բարձր տեղակայված սպի, ունենք չափից դուրս մեծ տձև եւ ձախ թեքվող պորտ, ունենք կողքից ականջիկներ դուրս եկող եւ ընդհանուր առմամբ մեծ քանակի ճարպա թողնված եւ վատ սպի։ Կատարվել է մեծ քանակի լիպոսակցիա, կատարվել է նոր պորտի տեղադրում, ականջիկների հեռացում, ստեղծվել է այսպիսի սիլուետ եւ կարծում եմ, որ ընդհանուր առմամբ գոհ կմնանք։ Բարեբախտաբար վերջի շրջանում կին պլաստիկ վիրաբույժներ բավականին շատացել են Հայաստանում։ Ես չեմ ուզում դրանով ընդհանրապես ճնշել տղամարդկանց դերը, բայց կանանց ձեռագիրը շատ յուրահատուկ է եւ ես կարծում եմ, որ իրանք անփոխարինելի են դարձել արդեն իսկ։ Համեստությունը մի կողմ դնելով ես իմ առավելություն եմ համարում սովորելու եւ նորը վերցնելու հանդեպ ձգտումները, որոնք անընդհատ են եւ շարունակ են։ Ամեն տարի մասնակցում եմ նոր կոնֆերանսների, նոր մաստեր կլասերի եւ իմ ջանասեր աշխատանքի շնորհիվ ես այսօր հասել եմ նրան, որ իմ թիմի հետ միասին մենք կարողանում ենք բացարձակ ապահովության սահմաններում կատարել մեծ կոմպլեքս վիրահատություններ եւ ստանալ իդեալական արդյունքներ։ Առաջնահերթ աշխատանքից մեջ կարևորում եմ ապահովությունը եւ հենց այդ նպատակով այստեղ մեր
կլինիկայում կատարում ենք բոլոր հնարավոր հետազոտությունները դա իրագործելու համար։ Ես անձամբ վերահսկում եմ այդ process-ը եւ կարիք լինելու դեպքում ես եւ մեր անեստեզիոլոգների թիմը նշանակում ենք հավելյալ հետազոտություններ, որպեսզի խուսափենք որևիցե չսպասված գործոններից։ Այսօրվա մեր բուժառուն ԱՄՆ-ից ժամանել է մեզ մոտ կատարելու համար կրծքագեղձերի մեծացում իմպլանտի միջոցով։ Բուժառուի մոտ արկա էր փոքր-ինչ ասիմետրիկ կուրծք եւ կրծքավանդակի ոսկրային դեֆորմացիա։ Մեր գեղեցկու հետ միասին ընտրեցինք կլոր, բարձր պրոֆիլի միջին չափի իմպլանտներ, որոնք տվեցին մեզ իդեալական արդյունք։ Մեր մասնագիտական թիմը շատ ուժեղ է, մեր կլինիկայում հավաքվել են շատ ուժեղ անեստեզիոլոգների թիմ, որը մեզ ապահովում են բացարձակ հանգստությամբ նարկոզի հանդեպ, որի հանդեպ շատ մեծ վախ ունեն սովորաբար մեր բուժառուները, բայց մենք շատ հանգիստ ենք իրանց հետ եւ ունենք բոլոր հարմարությունները, բոլոր հասանելիությունները որոշակի էքստրեմի դեպքերում արագ գործելու համար եւ ապահովության մաքսիմալ հասնելու համար։ Մեր գեղեցկուհի բժշկուհին այս պահին կատարում է մամոպլաստիկա։ Իսկ տրամադրությունը պետք է հասկանալ, որ պլաստիկ վիրաբուժությունը դա թմային աշխատանք է, թմի մեջ ներառված են ինչպես պլաստիկ վիրաբուժը, այնպես էլ բուժառուն։ Մենք վիրահատության ընթացքում ես եւ իմ թիմը փորձում ենք մաքսիմալը անենք լավ արդյունք ստանալու համար, բայց շատ կարեւոր է նաեւ ռեաբիլիտացիոն շրջանում բժշկի կողմից տրված բուժառուի ճիշտ եւ գրագետ կանոնների պահպանումը։ Ես մշակել եմ իմ մեթոդները ռեաբիլիտացիոն շրջանում աջակցելու համար եւ բաց չեմ թողնում ոչ մի վիրակապություն, կատարում եմ ամբողջովին ինքնուրույն։ Իրականում վիրահատությունից հետո մեծագույն փոփոխություն դիտում եմ ոչ միայն բուժառուների ֆիզիկական սպեկտրի մեջ, այլ նաև հոգեբանական։ Այսինքն կարող է փոփոխությունը լինում է շատ մինիմալ իրականում, բայց ինքնազգացողության եւ ինքնավստահության առումով շատ մեծ բան է փոխվում մեր բուժառուների մոտ։ Եվ դա ինձ համար այս պահին առաջնային մոտիվացիա է։ Եկել է պահ ովենախորագրի, որի շրջանակում մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդու ոչ հայտնի լուսանկարն են ներկայացնում իրենց ուշադրությանը։ Իդեպ նաև դուք սիրելի հեռուստադիտողներ ունեք հնարավորություն մասնակցել մեր այս խորագրին, ուղարկելով հայտնի մարդկանց ոչ հայտնի լուսանկարները մեր Facebook-յան պաշտոնական էջին, որն է ամենից ամենաաստղային շքերթ։ Դեսկան այդ գրքերները ես բնականաբար կներկայացնեմ եթերում։ Եվ այսպես, այսօրվա մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդն է այսօրվա ովենախորագրի հերոսը։ Հենիկ Մխիթարյանն է։ Հենիկը Մխիթարյան։ Ֆուտբոլից вообще տեղը։ Չեմ բայց Հենիկ Մխիթարյան կլինի։ Վայ, հենոնո ճիշտ նմոնո։ Ահա այսպիսին էր մեր այսօրվա շքերթը լի հետաքրքիր ու բովանդակալից բացահայտումներով։ Եվ այդ ամենին թերևս ավելեմ, որ բուսականությունը բնության անբաժանելի մասնիկն է, որը տալիս է մեզ թթվածին։ Ահա թե ինչու մեր այս իրականության աղտոտված էկոլոգիայի պատճառով, որը խեղդում է ուղղակի մեզ եւ առաջացնում ալերգիկ ֆոն, շատ կարեւոր է տանը ունենալ սեփական փոքրիկ կանաչ անկյունը։ Տեսքից մնում է միայն ասել, որ հաջորդ շաբաթ էլ մեզ սպասում է շատ հետաքրքիր անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևում ենք անոնսներին, բացահայտում անվանակարգը, շքերթը եւ իհարկե սրտադրոպ սպասում մեր հաջորդ եթերին։ Իսկ մենք անիպենք արդեն հաջորդ շաբաթ ամենից ամենաժամանցային եթերում։ Հաջողություն։